Բաստուրմ Աչոներ ջան, այսօր պատրաստելու ենք միասին տավարի լեզու։ Լեզու ունենք այստեղ տավարի 1.5 կիլոգրամանոց։ Հետևորդները ինձ անընդհատ գրում էին, որ լեզվից կարող եք պատրաստել բաստուրմա, մենք որոշեցինք այսօր պատրաստենք, բայց մենք խաշելու ենք, ոչ թե հումն ենք պատրաստելու, այլ էփելու ենք, վերջում պրես ենք դնելու, թաթախելու ենք չամանով, ոնց որ միշտ արել ենք ընթացքը։ Հիմա մենք ունենք այստեղ 4 լիտր ջուր, նախապես լցրել ենք ջուրը, ունենք 1 ճաշի գթալ աղ, ունենք դարչին, ունենք բահար, սև բիբար, մեկ էլ դափնու տերև։ Այս ամեն ինչը մենք լցրել ենք աչքաչափով, բոլորը։ Հիմա համեմունքները լցնում ենք ջրի մեջ։ Առաջինը աղը, դարչինը, բահարը և սև բիբարը, և դափնու տերևները։ Այս ամեն ինչը մի հատ լավ խառնում ենք։ Մենք տեղափոխենք արդեն լեզուն ջրի մեջ, այսպիսի լեզու ունենք։ Երկու օր մենք կպահենք պլյուսավոր սառնարանում, հետո մենք միասին արդեն կեփենք։ Երկու օր մնաց ռասոլի մեջ սառնարանում լեզուն, հիմա մենք մի հատ բացենք տեսքը, ահա, այսպիսի մի հատ նայեք, ջուրին շատ լավ, համեմունքները լրիվ վերցրել է լեզուն իր վրա, շատ լավ է։ Հիմա մենք կեփենք լեզուն, մեզ էփելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գթալ մենք աղ ենք լցնում, դափնու տերև, սև բիբար, բահար, 1 գլուխ սոխ, մեկ էլ գազար։ Այս ամեն ինչը մենք տեղափոխենք ամանի մեջ և կեփենք։ Մենք լցրել ենք ջուրը արդեն ամանի մեջ, ընկերներ ջան։ Հիմա ավելացնում ենք աղը, լցնում ենք աղը, դափնու տերևը, բահարը և սև բիբարը, լցնում ենք ջրի մեջ, սոխն ենք գցում, գազարները, այս ամեն ինչը խառնում ենք, լեզուն տեղափոխում ենք ջրի մեջ, ահա, շատ լավ է։ Մենք կթողենք 2 ժամ կեփվի, ընկերներ ջան, հետո ցույց կտանք մնացած պրոցեսը։ Հիմա տեսնենք ոնց է եղել լեզուն, ընկերներ ջան։ Ահա։ 1 ժամից ավել եռում է լեզուն։ Շատ լավ, արդեն 4 կողքով էփվում է։ Թողենք 1 ժամը կեփվի, հետո կդնենք սառը ջրի մեջ։ Շատ լավ է։ 3 ժամ եփվել է լեզուն, հիմա անջատում ենք, ընկերներ ջան։ Շատ լավ է։ Կհանենք հիմա մեջից լեզուն։ Լեզուն շատ լավ էփվել է, դնում ենք սառը ջրի մեջ 5 րոպե թող սառի, վրայի շերտը կհանենք, կմաքրենք արդեն։ Շատ լավ է, սառել է արդեն լեզուն, հիմա դնենք ստեղ, վրայի շերտը հիմա մաքրում ենք։ Մեկ օր կդնենք սառնարանում կմնա, որ լեզուն ինքը լավ կձգվի արդեն, հետո կդնենք պրես միասին։ Լեզուն 1 օր մնաց սառնարանում, ահա, այսպես ինքը ձգվել է, շատ լավ։ Հիմա մենք փաթաթելու ենք, պրես դնենք։ Մինչև փաթաթելը, ընկերներ ջան, ես ասեմ, որ մեկնաբանություններում անընդհատ գրում եք, որ անձեռնոցի կա թուղթա
Ահա այսպիսի մենք ունենք շաքարավազի եւ ալյուրի պարկ։ Ինքը պարկ է ընդամենը, շնչող։ Բոլորը կարող եք վերցնել, խանութներում վաճառում են։ Պարկ է ինքը շաքարավազի կամ ալյուրի։ Ինքը անձեռնոցիկ չի, թուղթ չի։ Հիմա փաթաթում ենք շատ սիրուն։ Ոնց որ միշտ ասել եմ, ձիգ փաթաթում ենք անկյուններից։ Արդեն մենք իր ձգությունից զգում ենք, որ շատ լավ ձգվել է։ Հիմա դնում ենք պրես։ Մենք դնելու ենք, ընկերներ ջան, լեզվի այս ուղիղ կողմից, տափակ կողմից չենք դնելու։ Իրան այսինչ էլի լավ սխնում ենք։ Այսինչ շատ լավ է։ 24 ժամ կպահենք պրեսի տակ եւ կհանենք կթելենք։ Մեկ օր պահեցինք լեզուն պրեսի տակ, հիմա հանում ենք։ Ահա, լեզուն։ Ընկերներ ջան։ Հիմա մի հատ բացենք, տեսնենք ոնց է եղել։ Շատ լավ տեսք է ընդունել։ Լրիվ բաստուրմայի տեսք։ Մենք եփեցինք լեզուն, պրես դրեցինք, հիմա կթել ենք միասին։ Հիմա թելում ենք լեզուն տավարի։ Ոնց որ միշտ ասել եմ, այս կողմից տարբերություն չկա, բաստուրմանա թե եփած լեզուն։ Ահա լեզուն։ Մենք կդնենք չամանի մեջ մեկ օր կմնա եւ կհանենք կթաթախենք։ Հիմա պատրաստում ենք տավարի լեզվի համար չաման։ Մենք այստեղ ունենք 100 գրամ սխտոր, 150 գրամ չաման, 50 գրամ քաղցր բիբար, 10 գրամ շաքարավազ։ Այս ամեն ինչը լցնում ենք ամանի մեջ։ Հիմա լցնում ենք ջրի մեջ։ Ես միշտ ցույց եմ տվել, նույն ձևով պատրաստում ենք։ Ոչ մի բան չի փոխվել։ Կթողենք 1 ժամ կներծծվի չամանը ջրի մեջ, հետո կխառնենք վերջնական եւ վերջ։ Չամանը արդեն բացվել է, ընկերներ ջան, մենք թողել էինք 1 օր, որ մնար լուծվեր ջրի մեջ, բացվեր։ Հիմա ահա այսպիսի չաման ունենք։ Լավ պնդացել է չամանը։ Մեզ պետք է ոչ շատ ջրիկ, ոչ շատ պին։ Բույրը այնքան անուշ է, այնքան անուշ հոտ ունի։ Հիմա լեզուն, որը որ պրեսից հանեցինք, տեղադրում ենք չամանի մեջ, ահա, այսպես։ Մեկ օրից մենք կհանենք չամանի միջից լեզուն եւ կկախենք չորանա։ Բաստուր մաչոներ ջան, չամանից հանում ենք տավարի լեզուն։ Ահա լեզուն։ Ահա։ Մենք կկախենք չորանա 2 օր եւ կկտրենք միասին։